Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, ես աշխատանքից եկա, հաց կերա, սենց հանգստացա, նստա։ Հետո ասեցի լավ, վեր կենամ սուրճ եփեմ, բայց հետո հասկացա, ասեցի չէ, Սերինե, ոնց թե սուրճ եփեմ, առանց քո աղջիկների սուրճ խմես։ Աններելի բաներ ես անում, չի կարելի, չէ, չի կարելի։ Ասեցի լավ, միանամ ձեզ, միասին համ սուրճ կխմենք, համ մի քիչ կզրուցենք, համ ցույց կտամ իմ 2-3 ապրանք, որ գնել եմ մեր խանութից ասելով, այն խանութից, որտեղ որ ես աշխատում եմ, որովհետև շատ ժամանակ որ ասում եմ մեր խանութից ու նոր բաժանորդներ են լինում, գրում են դուք ձեր խանութն ունեք, ոչ սերներս մեր խանութը չունենք, ես աշխատում եմ խանութում, կասայի մենեջեր եմ ու չեմ ուզում իմ խանութը ունենամ, անկեղծ չեմ ուզում։ Ինչ եմ գնել խանութից ցույց կտամ, միասին սուրճ կխմենք, մի քիչ կզրուցենք ու ուզում եմ պատրաստեմ ֆրանսերենով տախտ օֆ խոմբոազ, տախտ ազնվամորիով, հա, երևի թե հայերեն կթարգմանվի, չգիտեմ, որտեղ ռուսերեն էլ են տարտ ասում։ Մեզ պետք է գալու սլավի խմոր չէ, շերտավոր խմոր չէ, մյուս խմորի անունը ոնց է ժողովուրդ, պատ բրիզե ֆրանսերեն, պիսոչնե տեստը ռուսերեն, հայերեն անկեղծ չեմ կարում հիշեմ, բայց գիտեք, չէ ժողովուրդ, իրոք անկեղծ գիտեմ։ Մի խոսքով դա է մեզ պետք լինելու, մենք պատրաստելու ենք եփովի կրեմ, հեսա որ կոֆեն խմեմ, կակտիվանամ էլի, ռեզերվից դուրս կգա ուժերս, կակտիվանամ, մեզ պետք է լինելու պատրաստել եփովի կրեմ, մեզ պետք է գալու ազնվամորի, իսկ խմորը, որ անկեղծ ասեմ, գնել եմ խանութից պատրաստին։ Չնայած պատրաստելը հեշտ է, եկեք ասեմ ինչա բաղադրիչներ, որ մոտավորապես հասկանաք ինչի մասին եմ խոսում, միգուցե ոչ ռուսերենը գիտեք, ոչ ֆրանսերենը, այդպես էլ է լինում։ Կարակով, ալյուրով, եթե չեմ սխալվում, ձու չեմ հիշում գցում էի մեջը, թե չէ։ Ոնց որ փխրուն խմոր, հա, փխրուն խմոր, տենց կարելի է ասել։ Մի խոսքով դա ենք պատրաստելու, մի հատ ես այս պատուհանը փակեմ, քամին լնայեք պատուհանը ինչ արել։ Լրիվ պատուհանը բացել է, բայց նայումա չկա։ Երկի նման, ասում է, լույսին է ժողովուրդ, հա չէ։ Մեր լույսն է, արագույն հնաստակ, մեր լամպուշկան է, բայց ոնց որ լուսինն է լնայեք։ Կարայի ձեզի խապեի ասել նայեք ինչ լուսին է, բայց չէ լուսին չի, լամպճկան է։ Խմորը հեսա մեկ վարկյան ցույց տամ, դրել եմ սառնարան, որ ճիշտն ասեմ, որովհետև ասեցի մինչև ես հաց ես կողմեն կողմ, հաստատ սա է, այսպես բան ենք պատրաստելու, մոտավորապես, որ նկարի վրա կա, բայց փոքրիկը մեծը չէ, ինչի մեծը չէ, որովհետև փոքրիկով ավելի հեշտ է մի վարկյան ավելի հեշտ է ուտելը, քանց թե սենց կտրում ես, մեկը ուրիշ ձև յալի, իսկ սենց արդեն ինքը կրեմը իր մեջ պահում է, ու ամեն մեկը անհատական իրենն է ունենում, շատ հեշտ է պատրաստելը, հատկապես եթե խմորը դուք ունեք տանը, հատկապես այդ դեպքում շատ հեշտ է։ Այստեղ ես արդեն բաները փոքրիկ պլակները սկսել են ոտքի են հելել, երևի բանանի վրա են հարցակվել, անանաս են, կտրատ են կերել, այսքանը մնացել է, սառնարանից հանեցի, որ հետ կա, ելակն էլ, համարյա պաչկայի կեսը ես եմ կերել, մեր խանութից էի գնել, մի խոսքով, եկեք սուրճը եփենք, այդ արանքում, ապրանքներ արեք ցույց տամ, ապրանք ցույց տալու չնայած բանը չկա ժողովուրդը, ասեցի ես ինքս իմ ասելուց փոշմանեցի, որ ճիշտն ասեմ, որտեղ ինքս ծիծաղալի է լինում, եկեք առանց ինչ-որ մի հատ մի խոսքով ձեթ եմ գնել, սա ձեթն է կազինոյի ֆիրմայի ու իմ ամենասիրված ձեթն է, որով ասենք օրինակի համար, եթե կարտոֆիլ բան եմ ժայռ տանում, խառնում եմ կարագի հետ, եթե չկա զեթունի ձեթ։ Գնել եմ այսենց համով, էլի հայերենը մոռացա, խուրմա ինչ է ասում կարծեմ, խուրմա ժողովուրդ, սա մի իշաշխարա, սա այն սովորականը չի, սա թանկարժի ու սա շատ լավն է, հեսա կոֆեի հետ կբացենք, կխորձենք, քանի որ ես շատ քաղցր չեմ ուտում, իսկ եսի կարելի է ուտել։ Գնել եմ տերև, ուզում եմ տերևով տոլմա պատրաստեմ, մեր խանութից եմ գնել, դոլիրիա, չգիտեմ, եթե չեմ սխալվում,
Եթե չեմ սխալվում, թուրքականն է։ Ընտրություն չկա։ Քանի որ մեր խանութում չկա հայկականը, որ ճիշտն ասեմ, դաժե եթե լիներ չէի գնի, որովհետև որակը ցավոք սրտի այն չի, ինչքան էլ որ սրտից դարդա լինում դա ասել, ինչքան էլ որ կարողա սխալ հնչի, կարողա ձեզ դուր չգա, բայց երբ որ արտադրում ես ու ներմուծում ես Եվրոպա հատկապես ու գիտես, որ հայերը իհարկե ուզում են, ցանկանում են հայկականը որպեսի բարգավաճի ծլի ծաղկի զորանա, դրա համար պետքա նաև մտածեն, որպեսի լինի որակ, իսկ տերևը բացարձակապես որակ չունի, կապ չունի ինչ ֆիրմայի է, ինչ մարկայի է, լավը չի, բոլորն է փորձել եմ, անուններով չեմ տալու, բայց լավը չի, ես առնում եմ հունականն եմ գնում, հունականը արտակարգ է, Շախպենի ռուսականի խանութից եմ գնում, որ ճիշտն ասեմ, դե քանի որ Շախպեն գնացող չկա, որովհետև մեզնից մեքենայով 30 րոպե հեռավորության վրա է, իսկ եթե գնաց տրանսպորտով ժամը անցնում է, 1 ժամից ավել է, այնպես որ ես տերևի համար գործից հոգնած հաստատ չէի ելնելու գնայի, որ ինչա թե չառնեի այս տերևը։ Երկար ու բարակ պատմեցի, խոսացի, իսկ որակը լավն է։ Ներող եղեք, բայց իրականություն եմ ասում։ Գնեցի կրեմ, որը երեք Ամազոնով փորձում էի գտնել, պատվիրել չկար, մի հատ ուրիշը գտանք ես ու Նանիկը պատվիրեցինք, բայց պատահաբար այսօր մեր խանութում տեսա, որ մենք վաճառում ենք։ Ինձ թվում էր մենք չենք վաճառում, որտեղ կախվողում էլ գտնելը շատ դժվար է, նույնիսկ կախվում Նանիկն ասում է 9 եվրոյով է տեսել, իսկ ես մեր խանութից 4 ու քանիսով եմ առել ժողովուրդ։ Նանիկը սա է կսում դեմքին, այս ասույց տամ, ես էլ է առաջ էդի կսում, բայց հիմա էլ չեմ կսում, ուրիշ բան եմ գնել, կսվելուց առաջ այնպիսն եմ կսում, ցույց կտամ։ Ուրիշ ինչ ես գնել եմ զեյթունի ձեթ, որ ես սիրում եմ, որ լավն է, սա եմ օգտագործում, ժողովուրդ չեք հավատա, այդ թուրքերի բաժնից, նայեք ինչ եմ գտել, էսի մեր հայկականն է, էսի միակն էր, որ երևի թե մնացել էր մեր խանութում, որտեղ մենք հայկական ապրանքանիշ ստանում էինք, իմ շնորհիվ մենք ստանում էինք հայկական ապրանքանիշ ժողովուրդ, ես պայքարեցի, հələ խանութը նոր պետք է բացվեր, ինձ բացարձակապես այդ մարդիկ չէին ճանաչում, չգիտեին ես вообще ով եմ, ես ինչ եմ ինձնից ներկայացնում, ու որ անկեղծ ասեմ, նույնիսկ չգիտեին հայերը ինչ արտադրություն ունեն։ Միշտ որ նայում էի, ասում էի, բերում էին, ներմուծում էին խանութ տարբեր ազգերի ապրանքներ, ասում էի, բա հայկականը չի լինելու, ու միշտ հարցնում են, բայց հայկական դուք ինչ ունեք, ու սկսում եմ ասել, կոնֆիտյուր, մուրաբա ունենք, էս ունենք, այն ունենք, մի խոսքով, ու արդեն հույսս կորցրել էի, օրերից մի օր ինձ անակնկալ արեցին, ասեցին, որ մենք որոշել ենք հայկական ապրանքանիշը մեր խանութ բերենք, նույնիսկ բրոշուրը տվեցին, ասեցին, ընտրի այն ինչ որ քո կարծիքով ավելի լավ կվաճառվի, այն ինչ որ համով է, այն ինչ որ քեզ դուր է գալիս, որ դու գնում ես, որպեսզի հասկանան, թե ինչ ապրանքա պետք լինելու ներմուծելու համար։ Մի խոսքով բերեցին, լցրեցին մեր խանութ, կարելի ասել ամեն ինչով, սոկերով, մոկերով, մուրաբայով, տերևով, իքրա, ամեն ինչ կար ժողովուրդ։ Ճիշտ է, որ անկեղծ ասեմ, գինը մի քիչ բարձր էր, ոչ թե բարձր էր ուրիշ խանութներին համեմատ, չէ, բարձր էր ստեղի ժողովրդի համար, որտեղ ստեղի ժողովուրդը, նամանավանդ եթե ապրանքը անծանոթ է, գերադասում է գնի այն ինչ որ ծանոթ է ու ավելի էժան է, մատչելի է, հատկապես մեր հայերը ցավոք սրտի ներողություն չեն քաշում եւ երբ որ արտադրում են օտար երկիր գրում են հայատար ամբողջովին ու ռուսերեն վերևը գրած ասենք դուք չեք ես եմ ես օրինակի համար հայերեն ռուսերեն չգիտեմ ես ոչ հայ եմ ոչ ռուս եմ ոչ էլ մոտակա ինչ որ երկրներից եմ ես վերցնում եմ ձեռքս օքեյ էսի ծիծակա հասկանում ես ինչա բայց շատերը չգիտեն դա ինչա Դերում եմ բիբարա մեջը, բայց ինչա չեն հասկանում։ Ֆրանսերենով գրած է, բայց եսի մինչև մի գրած չի վրան, մի խոսքով ժողովուրդը չարավ, երկար բարակ չխոսամ, այն ինչ որ վաճառվեց, մեր հայրը գնեցին, այն ինչ որ ճիշտ է, ովքեր ապրում են մոտակայքում, միշտ գալիս էին, գնում էին ու դրանով
քաղցր զոհիկներն էլ լավ վաճառում, այ քաղցր զոհիկ ամեժան էր, համել սա երեխեքը առան տարան։ Այսօր որ մտա տերևի հետևից մեկ է տնամ դրած ա, գիտեմ որ ապրանքները մեր հայկական վերջացել ա, որ տեսասի չէ, ես քեզ մեր տուն եմ տանում, ես ոնց կարամ ես թուրքերի տերևը առնեմ, իսկ ես թողեմ իրաց բաժնում մենակ տխուր, չի կարա տենց բաներ լինի, իմ սրտին դարդ կլինի, սրտի դարդի ասեցի ու մի բան հիշեցի, որ պատմեմ հեսա, դուք էլ եք տխրելու ինձ թվում է, բայց իրոք տխուր պատմություն է, վանիլ, որտեղ Զավարնոյի Եփովի կրեմի մեջ, երբ որ ես լցնում եմ իմ այն մյուս վանիլը, որ շատ եմ սիրում համը, կրեմը դառնում է կարեջնևի ու չի համապատասխանելու մեր այսօրվա թխվածքին եւ այս բանկայից 2 հատ է, որտեղ ես որ տերևով տոլմա եմ պատրաստում, գերադասում եմ մի քիչ շատ անեմ, որովհետեւ բոլորն էլ ուտում են, այնտեղ միսը հալվում է, երևում է թե չէ, չգիտեմ։ Մի խոսքով ժողովուրդ, ես ինչքան երկար խոսացի, իբր ասացի կոֆե դնեմ, հետո այդ եղածը ասեմ ու անեմ, բայց ոչ, տեսակ չէ։ Երևի ձեր կոֆեն էփավ, սարավ, դուք խմակ, ով բաժակը շուրա տարի, բաժակը շուր տվեց, իսկ սերնեն հələ չաչանակություն անում։ Ահա, հեսա պատմեմ ինձ, օй, ես ինչ խոզություն ար, ճայ վրա սավ ջուրը կապեցի, հեսա պատմեմ իմ տխուր պատմությունը, որը գալիս է մեր, հա, այս քանին 1 էլ 2 հատ խմորին ես վճարել էի 50 եվրո ժողովուրդ, ասենք, քանի հատ ապրանքա, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 հատ ապրանք, ոչ ես իմ ինչ մի երևելի բան, 50 եվրոյից ավել, պատկերացնում եք, գները հելելա հասելա մինչև լույսին, հա, ինչ պատմեմ ես ձեզ հեսա մեկ վարկյան, ով գիտի, ով չգիտի ասեմ, ես թռչուններից ֆոբիա ունեմ, ես փիթուրավորներից ֆոբիա ունեմ, այն ինչ որ փիթուր ունի, բմբուլ ունի, ես դրանցից լավ չեմ լինում, ոչ թե չեմ սիրում, այ լավ չեմ լինում, փոքրուց այդպեսին եմ, մի խոսքով առևտուրս եմ անում, մեկ էլ մեր ախրանայի աշխատողը ասում է թութակա մտեղ խանութ, ես հիմա պատմում եմ, ու այս վերևի հատվածում, երբ որ պետք լինի, դնում եմ, դուք կտենաք ինչա կատարվել։ Մի խոսքով, որոշում են այդ թութակին բռնեն։ Բռնեցին, դրեցին կարոպկայի մեջ։ Այն մյուս աշխատողը մի հատ ցած կարտոնից բան վերցրեց, դրեց ծակեր արեց, դրինք փակեցինք, որ այդ թութակը շնչի, մինչև տերը հայտնվի, որտեղ ոնց գցինք, բռնեցինք, շենքից փախելա, ոնց որ մեր խանութը շենքի տակ է գտնվում, ոնց որ թե շենքի երևի փախելա, այնտեղ մտածեցինք, ինչի որտեղ վերևի բալկոններում թութակի ձեն լսվելա։ Ասացինք երևի տեղից է փախել, փակենք կարոպկայով դնենք, որ մինչև այդ մարդը ոնց որ ընկնի մանգա, ասենք ստեղա։ Այդ ինչ որ ես ասում եմ, տևելա 5 րոպե, փակեցինք կարոպկայով, այդ բանը դրեցինք, ծակոտիներ արեցինք, որ շնչի, նույնիսկ սալաթի թերթիկներ բերեցինք, գցեցինք այդ իր վանի մեջ, որ ուտի, որովհետև երեկվանից է մեր խանութում եղել, դուք պատկերացնում եք, երեկվանից այդ թութակը մեր խանութում էր, ես ոնց չեմ նկատել, չգիտեմ, բայց լավ ա եղել, որ իմ կողքով չի թռել թութակը, թե չէ ես հիմա ձեր հետ էլ չէի կանգնած խոսալու ինձ թվում է, չնայած որ ինքը շատ սիրունիկ, փոմփլիկ թութակ էր, այո թութակ էր, որովհետև Սերինեն ինչքան էլ որ վախենում է, բայց սիրում է, ասեցին նախ այդ կարոպկայով, որ դրել եք այդտեղ տերը գա գնա, աղամատքով չանցնի հարցնի խանութում թութակ չեք տեսել, որ թութակը չեք է շոպինգ անելու, ասենք օրինակի համար, դրա համար տենց թթու դնելու Շուշից բանկա կար մեր կաբինետում դրած, շատ վաղուց, ասի բեր դնենք դրա մեջ, կրիշկեն չփակենք իհարկե, սենց թուր բաց թողենք, որ ու դնենք այնտեղ, որ երևա է թութակը, որ եթե հանգարց թութակի տերը կամ ծանոթի տիրոջ ծանոթը հայտնվի, տեսնի այդ թութակին ու իմանա, որ այդ թութակը այս ինչ մարդունն է, զանգի, կանչի մի խոսքով։ Ընդամենը այդ ամեն ինչը տևել է 5-ից 6 րոպե։ Հիմա այս ախրանիկը փորձում է բանկով կամած, բռնի, որ չթռնի այս կողմ, ոնց անում է թութակը չի զգում ուրա, ինքը չի զգում այդ թութակը ուրա։ Ասեցի վախենում է, հա, ասում է թող գնա տնօրենը կգա կվերցնի, ասում եմ ինչի դու վախենում ես, ասում է չէ, վախենում եմ թռնի, ասում եմ չի թռնի, ձեռդ կամած մցրու, ոնց որ
Վեգան։ Okay, լույսը գցեց, դի կամած բարձրացրեց, ձեռը մցրեց, որ վեգանի նայմը մանագալի չկա, ու կարոկեն ահագին մեծ է։ Սենց կարոկեն բարձրացնում տենակ ինչ, թութակային ամեն անգյունն է գնացել ու սոտկել է ժողովուրդ։ Հիմա եթե դուք թութակ եք պահել, եթե օրինակ մեզի շատ հետաքրքիր է, մեր համար դա հանելուկ մնաց։ Մենք թութակին վնաս չենք տվել, թութակին չենք ցավացրել, թութակին չենք գցել։ Շատ ակուրատնի ձևով sense կարոկկան մոտիկացրեց դրեց, ոնց որ այդ բանով փակեց ու վсё, ոնց որ թութակը շնչել է, թութակը ոչ մի վնաս չենք տվել մենք այդ թութակին, որ ասել մեզնից է եկել։ Իմ կարծիքով վախից սրտի կատված է ստացա, ասում ժողովուրդ սրտի կատված ստացավ երևի, որ տենց կարոպկով դրիկ ու փակի, չգիտեմ, անկեղծ։ Այ կոֆես։ Էսա ջազվան է, որ ասում եք էփի ջազվայի մեջ, ախող ջազվա է, հետի 5-ի վրա եմ դրել։ Բացում եք տեն մենք թութակը չկա, իսկ հիմա դուք նայեք մեր ախրանայի աշխատող ինչ էր անում, որ թութակի կյանքը պրկեր հետ բեր, բայց այդ ռոպեն լացս գալիս էր, որ անկեղծ ասեմ, բայց մենք թութակին կորցրեցինք, ասեցի տարգոնեն էստեղ գցի, որ ոտի տակ չլինի, ավտոները այս կոմ չանեն կամ կենթանները չկան վեկալեն, մեր աշկի առաջի չոր բմբլահան անեն, ես կվատանամ, որտեվ արդեն էր բմբուլները վրից թափում, չգիտեմ ինչի, տենց արագ սատկելուց հետո բմբուլները տենց արագ է թափում ժողովուրդ։ Մի խոսքով, եկա տուն պատմեցի Նանիկին, Նանիկն ասում է, բա թաղում չեք կազմակերպում, ասում է կանք թաղենք, բայց ինքը շատ լուրջ էր, ասում է մեղ կա, բա չեք, ասում է տենց ոնց հանել եք գցել եք դուրս, մի խոսքով էդի տենց, այն աշխատողին, որ ծակոտիներ էր արել, որ դրել էր, փակել էր, որ շնչեր, տուն էր արդեն գնացել, գրեցի, ասում եմ, լսի թութակը սատկել է ու վիդեոն եմ ուղարկում։ Էլ իր արևին հումոր անում, ասում է, ես իրիկուն ցիտիկենք ուտելու։ Ժողովուրդ շատ մեղք էր իրոք, բայց ես անկեղծ չհասկացա ինչից սատկեց։ Իրոք չհասկացա։ Իբա դուք մի քիչ ճոճվելու եք, ու դա նորմալ է։ Որտեվ ես ցավ ձեռքով եմ ցես բռնել։ Մեկ վարքյան, համբերություն, ամեն ինչ տեղն են գնում հեսա։ Հա, ինչ է ուզում ասեի, մի հատ եթե դուք թութակ եք պահել, ես կյանքում թութակ պահած չկամ, որ անկեղծ ասեմ, մի հատ դուք ինձ գրեք, արդյոք կարող էր այդ իր ստրեսից ինքը սատկեր։ Տնօրենի ասելով ասում է երևի, որ երկու օր խանութում է համարյա եղել, սոված է եղել, սովից է սատկել, բայց եթե սոված լինի, ինչի պետք է սոված լիներ, եթե մեր խանութում ժողովուրդ ամեն ինչ կար ուտելու, ու ինքը ամբողջ գիշեր եղել է մեր խանութում, ասենք ամեն ինչ ասելով, բան մագար, սալաթի թերթիկներ կար, սառնարանը, բաց սառնարանա, տեղ դրած է եղել, այն ինչ կար, որ կարար ուտեր։ Մի խոսքով կարար այդքան շուտ սատկեր թութակը, չեմ հասկանում, թե իրոք էդ իրա բռնելուց տենց վախեցել է, սիրտը կայնել է, ու այն դեպքում մեղք էր։ Հա, հիշեցի, բռնելու ժամանակ պոչիկ էր երկար փիտուրը ընկավ, այսինքն կարոպկան որ դրեց, այդ փիտուրը ընկավ կավա դրանից է։ Մի խոսքով չգիտեմ, բայց գիտեմ, որ մեկ վարքյան գիտեմ, որ մենք թութակին սպանինք, բայց նայեք թե ոնց տեսակ, այսինքն տեղադրեցի վերևի հատվածում, եթե կարանամ տեղադրեմ վերևի հատվածում, ուղղակի իմ խոսալու ընթացքում, եթե չէ, այս արանքում կդնեմ, մի խոսքով դուք կտենեք ինչ անում։ Մեր աշխատողը այդ թութակին որպեսի փրկի ու կհասկանաք, որ մենք աշխատողներով շատ բարի ենք, բայց թեխի տենց արավ չհասկացա։ Իրոք։ Ախր մենք ուզում ենք օգնած լինեինք, ոչ թե վնասային։ Տնօրենի ասելով սոված է եղել, ուժած բառեր է սարքելը։ Այդտեղ не знаю։ Unboxing ենք անում։ Կարմիր եղունգներով երկար։ Այո, գույնը տեսնում եք ինձ սևա։ Հոտել ռիվ ուրիշ է, շիրայություն չունի, չի տենց կպչուն ձեռքից, բայց ինքը շատ որակով ասում են, շատ լավն է, հովորտնած չի, ասեցի ու չէ։ Այս զեթունի նման է գույնը, սրա մասին մի հատ բան պատմեմ, ծիծաղացեք։
Կարող կանել ասիրում։ Սրա տուփը 8 եվրո է, սովորական այսօր հայերեն բառերը գլխիցս գնացել են, ժողովուրդ, խուրման, սովորական, մի խոսքով էսի ուրիշները 4 եվրո է, 5 եվրո է ու ավելի մեծ պաճկաներ, ասեք, կրկնակի, դե պատկերացրեք արդեն գնային տարբերությունը ու օրից մի օր աշխատողներից մեկը գալիս ասում լսի ժոնացել է, դարել է 3 եվրո տուփը ու նստինքան սառնք համ իրա հետևի կոդներ անցնում այդ գնով, համ էլ այդ էլեկտրոնիկը կոդի վրա այդ կիններ գրում, ժողովուրդ մեկ էլ սաղս գնացինք սիրուն առանք առանք տարանք տուն ես մի հատ իհարկե առա չտեսություն չարեցի որտեղ հələ չէի փորձել ոչ մի անգամ, բայց որ սաղ ասում էին լավն, ասի լավ մի հատ վերցնեմ։ Դա աղջիկներ կային 3-4 հատով վերցրին, մի խոսքով։ Հետո պարզվեց, որ պրոբլեմա եղել ու այդ էլեկտրոն կոդը սխալ թիվ է խփել ու այդ սխալ թվի տակով բոլորը գնել են, այսինքն 8 եվրոյանոց։ Առել են 3 եվրոյով։ Բա, ասել սրա պատմությունը, բայց այսօր 8 եվրո եմ առել։ Ինչ եմ 8 եվրոյով առել, ասեմ ձեզ, որտեղ որ քաղցր չեմ ուտում։ Մեկ նույնիսկ սիրտս քաղցր է ուզում, որ անկեղծ ասեմ, ու դա փրկություն է։ Այդ քաղցրությունը արդեն ինքնին փրկում է։ Այդեն ժողովուրդ, շատ շնորհակալություն, որ դիտում եք, որ կոմենտարիաներ եք գրում, որ մեզ բոլորից գովում եք։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորեմ բոլորիդ մեկ ամսյակը, էլ չենք ասում մարդու, ասում ենք մեկ ամսյակ։ Իրականում կանանց տոնը պետք է լինի տարին 12 ամիս, որովհետև կանայք դրան ոնց են ասում հայերեն նորից։ Ես անջատելու եմ ես հեռախոսը։ Ես ջղայնանում եմ, որ բառեր կա հայերենով չեմ հիշում։ Заслужили։ Արժանի են։ Կանայք արժանի են, որպեսզի տարին 12 ամիս լինեն սիրված, գնահատված եւ հարգված, որովհետեւ հատկապես մեր հայ կանայք գերբնական ուժ ունեն ու անում են այն ինչ որ շատ ազգերի կանայք չեն անում, իրենց խնայում են, իսկ մեր հայ կանայք իրոք մայրերը, հատկապես տատիկները լրիվ տարբերվում են ամբողջ աշխարհից։ Այնպես որ պետքա տարին 12 ամիս լինի այդ մի ամսյակը։ Մի ամսյակ չպետք է լինի, մի տարնյակ պետք է լինի։ Եվս մեկ անգամ բոլորի շնորհավորում եմ եւ իհարկե մաղթում եմ կանացի երջանկություն սիրելիներս, եղեք միշտ առողջ, ամենակարևորը եւ հարգված սիրված։ Նաև ուզում եմ ասել շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, շնորհակալություն, որ չեք զլանում, կոմենտարներ եք գրում, ներող եղեք, որ արագ չեմ արձագանքում, չնայած կարդում եմ, նորից եմ կրկնում, հենց կոմենտարիան գալիս է, ես կարդում եմ, նույնիսկ աշխատանքի տեղը։ Ուղղակի պատասխանելու ցավոք այդքան ժամանակ չեմ ունենում։ Եթե կնկատեք, նույնիսկ վլոգները այդքան հաճախակի չեմ հիմա տեղադրում, որովհետև ժամանակս չի հերիքում։ Մի քիչ էլ էներգիաս է պակասել, որ ճիշտն ասեմ, կամ այս եղանակները, որ փոփոխվում է, մեկ արև է, մեկ անձրև է, մեկ ցուրտ է, մեկ տաք է, այդ ամեն ինչը միգուցե ազդում է, չգիտեմ, կամ միգուցե օրգանիզմս արձակուրդ է ուզում, որը չունեմ, հունվարին է վերջի արձակուրդս եղել, չեմ կարող բացատրել, բայց որ գալիս եմ տուն, շատ վաղ ոնց որ ավելի sense пассив վիճակամուտս լինում, դրա իսկ պատճառով վլոգները քչացել են, բայց երեխեքի շնորհիվ վլոգները չեն պակասում, փառք Աստծո։ Երեխեք ասելով Ալոնան եկավ։ Գնացել էր իր դպրոցում գործեր ուներ, գնացել էր պետքա թղթեր ստորագրեին, ստաժիրովկայի անում, բայց դա չէ, բանալի չի տարել։ Ուզում ասել բանալի ինքը տարել է իր հետ, բայց չէ, բանալի չի տարել։ Այդտենց։ Մի խոսքով Հիմա սուրճս խմեմ ու երևի թե արդեն անցնենք, պատրաստենք միասին։ Միգուցե դուք արդեն պատրաստել եք դա, միգուցե ոչ, բայց ամեն դեպքում միասին կպատրաստենք։ Всё, վերջ։
Всё վերջ։ Ջեռոցը միացրեցի 180 աստիճան վենտիլյատորով վերև ներքև։ Հիմա խմորը բացում ենք։ Իհարկե պատրաստելն էլ իրանից ոչ մի դժվարություն չի ներկայացնում, բայց նորից եմ կրկնում։ Նախ, որ անկեղծ ասեմ, ուզում էի, բայց հետո մի բան հասկացա, որ երբ որ մենք տանն ենք պատրաստում, մի քիչ ավելի սենց հաստալի ենք պատրաստած խմոր, այսինքն ինքը տակի մասը հաստոտ է ստացվում, ինչքան էլ որ մենք բացում ենք ձեռքով, համենայն դեպս ինձ մոտ։ Հիմա դրա իսկ պատճառով ես որոշեցի առնել, թե չէ մինչև ձեզ հետ մի երկու բառ խոսայի, կսարքեի խմորը, իրանից դժվարություն չի ներկայացնում, եթե մարդը ուզեք, միասին կպատրաստեք խմորը, ռուսական ալիքում ունեմ, շատերը հեսա գրելու եք ձեր ռուսական ալիքը որն է, անպայման հղումը, սիլկան կդնեմ ներքևում և կոմենտարիաներում։ Հիմա նայեք, այս իրա այս պրոշիկով վերցնում եմ ու կտրում եմ, կլոր, այսենց մեկ, ու սենց շարունակում եմ իչև, որ խմորը էլ չունենա հնարավորություն կտրվելու, հա, ուսով եմ լավ եմ սեղմում ու ինքը հաստատ կտրվում, հա, ես եղունգներս էլ շատ է երկար է, բայց ես անգամ Մարիանայի մեղավորությունը չի, իմ մեղավորությունն է, որովհետև նախ ես ուզեցի երկար և ինքը ինձ ասեց արի սարքեմ, բայց ես ասեցի թող մի շաբաթ հետո և ինքնըստինքյան եղունգները ինձ արդեն խանգարում են, որ անկեղծ ասեմ այդ երկարությունը, բայց դե ոչինչ կդիմանանք, մի քիչ ձեռքերը շատ է երկար է եղում, ես դե ինչ արած, հիմա տեսնենք կտրվեց, թե չէ, ժողովուրդ, ոնց որ լավ չի կտրվել, եկեք մի հատ դանակով վրայից ենք, հա, այս դանակով կողմից, թե չէ, ուժ չեմ տվել, զգացիք, ուժը տուրա, սերին է ջան, ուժը տուրա, իսկ եթե վրից մի հատ էլ դնեմ գնամ, որ էլ սենց չկտրտեմ, եկեք փորձենք էլի, հետո հետաքրքիր է որ տեսնես թե չէ շուրջ կտրվեց այս մեկը եկեք ես դες այս մեկը հիմա արագ ցույց տամ այն մյուսներն էլ հեսանալից տենց կանեմ այս ուզորը մեզ չի որ մեզի շատ անհրաժեշտ է հիմա այսպես դնում ենք սիրունիկ հավասարաչափ երևում է ձեզ հա երևում է ինչ երևում որ կարող եք մի քիչ ավելի մեծ կտրեք որ ավելի բոյով լինեն ворտիկները կարող եք այսպես տանել ոնց որ ես այսինքն այն ամանով որի մեջ որ թխելու եք այդ ամանի չափսով հենց կլորիկը կտրում եք ես այտենց եմ միշտ անում որ անկեղծ ասեմ ու ինձ հերիքում է այդքանը ահա հիմա այսպես շարունակեմ սաղ կդնեմ ու կծակծկեմ որպեսի չուրի հանկարծ կարթես ամեն դեպքում հա կարող եք պարտադիր չի մենակ անձնվամորի լինի հա կարող է լինի ելակ էլի սենց բարակ սենց ձող կտրատած կարող լինի ոնց են ասում հատապտուղը այն մյուսը սիրենովին Սերինե լավ չի գործերը տեսոր Օ, Սերինե ասեցի, հիշեցի, այսօր մեզ մոտ բան տեսա, ռեզյումե տեսա, ասում հայրեն բնութագիր, հա երևի, որ աշխատանք են գալի ընդունվում, բնութագիր են բերում, ռեզյումե, սևե ֆրանսերեն, աչքս պատահաբար ընկավ, եկեք տենամ գրածը անունը Սերին է, հենց նույն ձև ոնց որ իմ անունն է գրվում, լինում է որ գրվում է Սիրին կամ ուրիշ ձև, բայց իմ անունի հենց նման, որ գրվի, չէի տեսել, հաճելի էր, ինչ ասեմ, անունս տեսնել, բայց ասեցի չէ, քո բախտը չբերեց, այս խանութում մենակ ես պետք է Սերին լինեմ, հենց որ, հա, հենց որ չէ, մեկ էլ այսօր մի հատ հայ աղջիկ եկավ կասայովս անցավ, կասայումեի,
Եվ հարցրեց աշխատանքի համար, իր համար չէր, ինչ-որ մեկ ուրիշի համար էր, ասեց 37 տարեկան է, որ անկեղծ ասեմ, եթե ես ճանաչում եմ, ես ինքս իմ կողմից կարող եմ տնօրենին ասեմ, բեր իրան վերցնենք աշխատանքի, որովհետև գիտեմ, որ սենց անենց, հա, բայց քանի որ ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, բայց հայ է, միակ բանը, որ ասեցի կարամ անեմ, դա բնութագիրը փոխանցեմ տնօրենին, դրանից առավել ոչինչ չեմ կարող անել, չեմ կարող երաշխավորել, որովհետև նորից եմ կրկնում, ես այդ մարդուն չեմ ճանաչում, ես չեմ կարող անծանոթի մասին ինչ-որ երաշխագիր տամ, հա, ասեցի կարող եմ սևեն փոխանցել, բայց ոչ ավել, որովհետև չեմ ճանաչում, ասենք եթե դու այդ մարդուն չես ճանաչում, չես կարող ասել, որ իմ կողմից երաշխավորում եմ, որ լավ աշխատող է, հա, կողմից ասացի։ Այսպես, չգիտեմ կբերի, թե չի բերի, իզնից հասնում էր, ասել է, որ այո, որ կտա։ Խանութում կարելի ասել մենակ մի հոգու համար եմ երաշխավորել անձամբ ես, լարել է իմ աղջիկը, նանիկը, որ ստուդենտ է, մի պահ ուզեց աշխատի, եկավ աշխատեց մեզ մոտ, իրան 100% երաշխավորել տնօրենի մոտ, որտեղ նանիկը իզնից ավելի պարտաճանաչ, իզնից ավելի մեծ ավարի, կարելի ասել, իրան երաշխավորել եմ, նույնիսկ իրա գնալուց հետո տնօրենը ինչքան տեսնում էր, ասում էր չես ուզում հետ գաս աշխատանքի, այդ ձև աշխատել իմ աղջիկը, պատուհանը բաց եմ, հուսով եմ էլ սկվազնյակ չի, հա, անձրևագոլի, քոմի, անձրև, ցուր, ճոր, երեք արև շոկ, այսօր այս եղանակը, ասում եք, ոնց մարդու ներվային համակարգը չգժվի, չխախտվի, ունած 3 հատ, ամբողջը մի անգամից չեմ կարող, հատ խելքացորը, ֆորմաներս քիչ է, Էսի մինչև խխվի, մինչև որն է մի վարկանի խխվելու է խմորը, մենք պատրաստենք զավարնոյ եփովի կրեմը, և իհարկե անձնվամորի, եթե ուզում եք, եթե չէ ելակ, եթե չեք ուզում ելակ, ուրիշ հատապտուղ, ինչով կնցեք բայց բանով համով, ելակով էլ էդքան չեմ սիրում, ինչքան որ ազնվամորի, եկեք ասեմ մոլինո, եք սովոր ենք մոլինո ասում, ճիշտ չեմ, իսկ հիմա շատերս մեր տան մեջ երբ որ խոսում ենք, չենք դեն շոտ նախուր հայրենով խոսում, դες չի որ գովենի է, բայց իրականությունը դա է, ճիշտ եմ, ես էլ ես, շուքեցի, եկատուն չեմ փոխվել, զգում եք, հենց աշխատանքի շորերով եմ, դրա համար էլ պատուհան եմ բացում, փոխանակ գնամ կարճատներ կակնեմ, պատուհաններ կակվեց։ Չիրա բարակ խմոր է, բայց եկոն դժվար է կտրտվում, չիրա ամաչում, դարեր կլոր կտրել, գիտեք, չէ, ֆորմայով չկտրել, ուրիշ ինչ-որ պիցայի գործիքով կլոր կտրել ուղակի, ավելի սիրում ու ավելի արագ կլիներ, քանց թե այս որ ես եմ անում, հաջորդը երևի կտրել, հերիք եղավ, հոլ եղավ, թե չէ կողքերից մի տեսակ, անդուր կեշերով մա, վերջ, դե գիտեք, թխելն էլ մինչև ինքը լավ կարմուրի, հա, լավ պետքա կարմուրի, եթե հաստատամորը ավելի երկար պահվա պետքա եփեք, եսի բարակ չգիտեմ ինչա, չգիտեմ էրսկի ինչ աստիճան խորի, ինչի նորի, բայց ես հասկացա, որ սխալ էի, ավելի լավ էր, ես սարքեի խմորը պատրաստ էի, այս դե ոչինչ լավ, սրանք կցնք էդ հատներով եղեք, ես էդքան հավես չունեմ, ես գնդերի հետ, հետո իմ սարքած խմորը չգիտեմ, որ հավաքեմ կցնեմ իրար, ես քանի համար կրտնակը բերեմ կրտնակեմ, իտողում չստացվի, ավելի լավա ոչ,
երևի, բայց գիտեք, պետք է մի քիչ ավելի մեծ կտրեի։ Սխալ եմ արել։ Էլիս մի քիչ մեծ կանեն ժողովուրդ։ Ինչ չլսեք, տենց փոքր չանեք։ Հիմա որ մի քիչ մեծ ավելի լավ է։ Ես սարքել եմ ախր էլի գիտեք, չէ, բայց որ մի բանը մի քիչ ուշ ես հիշում, այսինքն հաճախ չես սարքում, այդքից հետ գնում է, չնայած հիշում եմ, ես գիտեմ ինչ եմ ես սենց արել, որտեղ ես շերտավոր խմորով պատրաստում եմ ու այդ չափի եմ կտրում, բայց եսի շերտավոր չի, եսի չի ուղի տենց ոնց ու շերտավոր է, Ազիզ ջան, չի բարձրանա, Սերինե ջան, ոչինչ լավ, բերեք ես մի կտոր սենց արագ տնեք թխրի, գնաց, ժողովուրդ, մինչ պատրաստվում են մեր խմորիկները, բարեզբուն իմաստով խմորիկները, կես լիտր կաթ դրեցի, որպեսի տաքանա, 2 ձու եմ կոտրել, 100 գրամից մի քիչ ավել շաքարավազա, չնայած 100 գրամ է պետք, բայց ես մի քիչ ավել եմ արել, ես ճիշտն ասեմ, որտեղ տոպրակի մեջ այդքան է մնացել, այդքան է լցրեցի, մի տոպրակ պակետիկ, չգիտեմ, վանիլին եմ լցնում, Հայաստանի վանիլինը իհարկե ուժեղ է, այնպես որ դուք արդեն ձեր աշկաչափը տեսեք, եսի շաքարի հետ աղբարնած, չնայած որ գրում է 100% վանիլին, չնայած որ կասկածում եմ։ Այդ սա խարում ենք, ավելացնում ենք եգիպտացորենի օսլա 2 գթար և այդ ամեն ինչը եփում ենք կաթով, ժողովուրդ, եթե կուզեք, վերջում ավելացրեք կարակ, եթե կուզեք։ Ես չեմ ավելացնում, որ եփում եմ եգիպտացորենի օսլա, կարակի կարիք ընդհանրապես չի զգացվում։ Մեր տնական ձվերն ահելան հարևանի դուք խնդրած, Տիկին Անանիկի, այսինքն սիրուն դեղին ստացվել։ Հիմա Всё, եսօր շաքարավազը, վանիլինը լավ խառնեցին, եսի միջ մի հարել պետք չի, ինչու, որովհետև հիմա եփելու ենք այս ամբողջը կաթի հետ և հետո արդեն անցնելու ենք մնացած վերջնական էտապին, շատ արագ է ստացվում իրականում այս դեսերտը, եթե խմորը դուք չեք պատրաստել, ոնց որ ես։ Ինձ զանգում եմ անկապ համարից, այնպես որ չենք պատասխանում։ Իրեի տանում եսի կարող է ինչ-որ մեկ ինձ ասի, վերջ, քիչ դանդաղ խառնենք, որպեսզի օսլան աջ ու ձախ չլինի, հա, ետ է ուզում ասել, եթե կարակ եք ավելացնում, ալյուրով երբ որ եփում եք, հա, կարակ ավելացնում եք, որտեղ թե չի ստացվում մի տեսակ կլեյա նման, անկեղծ եմ ասում, բայց այս տիպի, որ սարքում եք եգիպտացորենի օսլայով, հավատացեք մի անգամ որ պատրաստեք, կհասկանաք, որ ինչքան համով է, նույնիսկ համն է տարբերվում։ Հիմա տեսնեմ եմ Եվա։ Երկու վայրկյան էլ թխվի, նա կհանեմ, սա կդնեմ, սա ուղակներով կտրատեցի բաժակի, բայց էլի փոքրիկ է եղել, չափսը նույնն է, բայց դե ոչինչ, նորմալ է, որ նայում եմ դեռ թխված, դուք արդեն ձերը որոշեք, խմորն կրեմն գիտեք, չէ՞ ոնց է եփում, խառնում եք, լավ պետքա պնդի, ջրիկ, եփովի ջրիկ կրեմ մեզ պետք չի, մեզ պետքա պինդ կրեմ, որովհետև պետքա ֆորման պահի, շատերը ժելատին են ավելացնում, բայց ես գերադասում եմ լավ պինդ եփել, մի քիչ որ սառում է, ինքը էլ ավելի է պնդում, այնպես որ լավ պինդ կրեմ ենք եփում խոսքով։ Կաթը, ձենս քաշվավ, կաթը տաքացավ, մինչև այդ օֆիսերը մեզ պետք չի ժողովուրդ, չենք ուզում, եք հանում դրեմ էստեղ, մինչև այդ ես խմորները նորից սարքեցի դրեցի դուխովկա, այսինքն սարքերը որ նա ֆորմայի մեջ ուղարկեցի, հիմա ստեղ մի փոքրիկ կաթ ավելացրեցի, որպեսզի ընդհանուր ձվի ջերմաստիճանը մի քիչ նմանվի կաթի ջերմաստիճանին, հա, այսպես ասենք, և սա արդեն լցնում ենք իհարկե կաթի վրա, տեղի կրեմ ենք ստանալու ձվերի շնորհիվ, ոնց հասկանում եմ, ինձ չի ստացվում
Սպիտակ զավարնոյ կրեմ ստանալ։ Ջուրը բաց եմ թող։ Ինչ եմ ասում։ Որ մեր ապսեն ծվախարը չչորանա, չրտնվանա։ Կտնեմ 5-ի վրա, ես կաստրուլան շատ հաստատակաց ունի, Ikea-ից եմ գնել, Ikea-ից եմ գնել, եթե ցանկանաք գնել, իմացեք, որ կա, նույնիսկ կարող եք դուխովկա ջերոց ուղարկել ես կաստրուլան, 2 լիտր ու 3 լիտր օբշի, գրում է միլիտր, 2 լիտր, 2.5 լիտր, բան ջուր տեղավորվում է մեջը, ինքը իր կրշիչքան այսենց հաստապակուց է, որը կարակ նույնիսկ դուխովկայի ուղարկել, նորից եմ ասում, ես որ լավ կաստրուլկա է, գինը մի քիչ թանկ է, բայց արժի, արդեն երևի չքան ասում, երևի 5 տարուց ավել է օգտագործում եմ, ու երեխաներ երբ որ ֆրի են ուզում, գիտեք այդ փոքրիկ մակդոներում բանում, որ կա էս կարտոշկա ֆրի, հա, սրանով եմ սարքում, ֆրիտյուրնիցա ունեի, հանեցի գցեցի դուրս, որտեղ հասկացա, որ 3 լիտր ձետ անիմաստ եմ օգտագործում միաժամանակ, քանի որ 2 անգամ օգտագործելուց հետո միշտ թափում էի այդ ձեթը, չեմ սիրում երկար օգտագործել, իսկ սրա մեջ ընդամենը 1 լիտր ձեթ եմ լցնում, երեխեքը իրանց ուզած ֆրին սարքում են, հետո երբ որ պետք է թափում ես ու չես ասում 3 լիտր ձեթ թափեցի, ասում ես 1 լիտր ձեթ թափեցի։ Կողոմյոտ է վանիլին գցեմ ժողովուրդ, զգում եմ հոտը վանիլինի, բայց այդպես չեմ զգում, հլը մեր արկյան, մի ոտը սենքում, մի ոտը սեցքում, բալետ շպագատ, որպեսի հանգարց կրեմի տակ չկրտնի, ես հավեշտում եմ նորից կրեմ էրհելու, սարքելու, ինչ հայր է քո հավեսնի, սեգն է ջան, ինչի հավեշտում ես, գործից եմ եք երակնած եմ, հուլով չմ բան է չկուրտը, սկսեց արդեն, պրոցեսը պնդանալու, իչացեցի 4-ի վրա, եթե նույն պլիտայից ունեք, նույն կաստրուլկայից ունեք, նույն արեք, եթե ձեր կաստրուլկան բարակա պլիտան ավելի ուժեղա, ավելի ցածր արեք։ Հանգարց զավարնոյի տակը չվարեք, հա, թե չէ որ եկել եմ, դեք ինչ կանեմ։ Ինչ պիտի անեմ, ոչ բանը չեմ անի, իմ կաստրուլկան կվերսեմ, կգամ ձեր կրեմը կեպեմ կգելամ։ Տեսակ, տեսակ ինչ բարի եմ ես։ Ոյ, բայց դերս հոգնատ ժողովուրդ, վանիլինոզվա, համով հոտով դարա, անհամ էի դարձա համով հոտով, համերը պնդում է, բայց ուզում եմ մի քիչ լավ պնդացնեմ, որովհետև այդ իմ չաշճկաները, որ ես եփել եմ, որ տեղակ կասեք սերին է դու լրիվ քեզ կործրել ես։ Աղջիկ ջան, մի քիչ մեծ չէի կարա անեի, որ հանգարց մարդես կրեմը չելի մեջից փախնում։ Չէի կարա։ Տենց մտածեցի, տենց էլ արեցի, բայց այն մյուսը փորձել եմ մի քիչ մեծ, մի քիչ ձգել եմ խմբը։ Տեսնենք ինչ հաստացնում, նայեք կրեմը արդեն ինքը պնդել է, զգացվում է, տեսնում եք։ Բայց, քանի որ մենք ուզում ենք, որ մեր կրեմը այն ավելի պինդ լինի, մենք շարունակում ենք եփել։ Տեղին է, ասեցի չէ կրեմը սերում է, որ տեղին է։ Մի 2 վայրկյան ենք եփենք։ Արդեն լավ պինդ է, որ սարի վաբշե կպնդի, սրումը լավ է։ Հիմա կդատարկեմ ուրիշ ամանի մեջ, որ շուտ սարի, որտև ես կաստրուլկան ոնց որ տերմոս լինի։ Շատ լավ կաստրուլկա է, իրոք շատ լավն է։ Արժի առմեր։ Всё լավ էսի անջատեցինք, մի հատ խմորը նայեմ։ Ժողովցին զաման վերցրեցի, մի հատ, ոյ, մի հատ նայեք կրեմի ինչքան պինդ է, երևում է, հա, այսենց պինդ է ու հլը տակ է, տակը նայեք, մի հատ կպած չկա, այսը ցույց տամ, որ հավատակ, հլը նայեք, տեսնում եք,
դա որովհետև համ կաստրուկան է լավը ու տակ համ անընդհատ խառնել ենք վերջ հիմա թող սարի պետք է հիմա մի հատ սելաֆոնով սենց կտնենք իրան փակենք, որ սարելու ընթացքում չչորանա երեսը, չկեղևապատվի։ Այդ արանքում ես մեծ ստեղ ես կաստրուկա ամանչանում տեղավորեմ, միացնեմ, թող լվացվի, հենց պատրաստ եղավ ամեն ինչ, մի անգամ եմ ձեզ ու իրար հետ զարկում ենք։ Խոսք եմ տղում։ Ժողովուրդ, ուրեմն մեր զամբյուղիկները պատրաստ են, կարելի է այդպես ասել, իհարկե սենց չպետք է լինի, պետք է ինքը ավելի բարձր լինի, այնպես որ ինձ չլսեք, իմ նման ավելի շուտ չանեք, ավելի մեծ կկտրեք կլորը ու լավ սենց հաստոտ պատը կգնաք, որովհետև իմը համ խմորն ապարակ, որտեղ դե խանութից եմ գնել, համ էլ փոքր կտրեցի, սխալ արեցի։ Բայց, քանի որ դա ընդհանուր արմամբ մենք տան համար է, հատուկ ինչ-որ վիդեո չի, որ սովորացնում է, որ մենք կարող ենք սխալվել ու հետո սխալը ուղղել կրեմը, իշտ դերինա չէ, բայց հելը տակ է ժողովուրդ, որ ճիշտն ասեմ տակ է, չնայած դա մեզ չի խանգարում, ստեղ ես լվացի մարիլան և այս հատապտուղի անունն եմ մոռացել, գալուբիկա ռուսերեն, ջուրը կաթած։ Մի քանի հատ միատայ գլուխ ասելով բարից բուն իմաստով այդ ծերերն է, որտեղ մնացածը արդեն կյանքից հոգներ էր և մեզ պետք է գալու շաքարի պուդրի։ Հիմա ես ուզում եմ մի անգամից անկեղծ ասեմ, լցնեմ կրեմը այստեղ, կամ կարելի է մի անգամից առանց սրակ չէ, ամենից շատ ունենք, չգիտենք ինչ անենք, լրի լինա։ Եկեք մի անգամից սենց անենք, վերցնում ենք կրեմը ու լցնում ենք ենքան, մինչև որ զգանք բավական է։ Այսինքն մի մոռացեք լմալինաներն էլ պետք է սեղմենք մեջը, դամա շատ չլցնեք, որ կողքերից չենի թափվի։ Սենց տարածում ենք, երևում է, ու իհարկե արդեն մարինաները դնում ենք այն քանակի, որ մենք ենք ուզում, բայց քանի որ սա հենց կոնկրետ կոչվում է տախտով խումբազ, նա պետք է լինի ամբողջովին այսենց պատված մալինայով, սիրելիներս, շատ համովայ դեպ, որ գնում ենք սուրճ խմելու աղջիկների հետ, միշտ այսպես են պատվիրում, կարող եք ավելի շատ անել, եթե իհարկե թույլ է տալիս, ձեր այս կողքերը իմը թույլ չի տալիս, կարող ենք արանքներով, որպեսզի համ գույն տանք, համ լցնենք, համ ավելի գեղեցիկ ստանանք մեր թխվածքները, այսենց կողքերով գնանք ես մեր սև գալուբիկայով, և իհարկե չմոռանանք միատայի տերևը, այսպես, վերջնա արդյունքը հեսա չից կտամ, հեսա ամբողջը անեմ, վերադառնում, կապրա, մնացեք, ուր եք ետ հալու, որ ինչ ունեք անելու, կարող է իմ նման թխվածք եք թխում, ժամանակ չունեք ինձի նայեք, մի հատ ճիշտն ասեք, դա կատակ եք իհարկե, սաղս է մի բան ունենք չէ անելու ժողովուրդ մեր տանը, ինչն է անվերջանալի, դա գործն է։ Ուզենք, չուզենք, հա ունենք։ Չունենանք եք ստեղծենք։ Էլ մի հատ գրեք տնամ, ով այդպիսին, որ հեչ բան չունենա անելու, մեկա մի բան կստեղծի կանի։ Հա, ու մեկ էլ գրեք մի հատ ինձ շատ հետաքրքիր է, ոնց եք դուք մարտի 8-ը նշել։ Փոխնում էր։ Ընդհանրապես գրեք ամեն ինչ ինչ որ ուզում եք, բայց դա բաներ գրեք, վատ բաներ չգրեք։ Չգրեք, ես ինչ քեշ ձևի սարքեցիր, ես ինչ վատ արեցիր, սենց չպիտի լիներ, չգրեք տենց հանկարծ։ Այսպես,
Եվ իհարկե տերևիկ չենք մոռանում։ Իսկ ամբողջին չի երիքի տերևիկ, բայց դա ոչինչ։ Դե հիմա ինչ որոց։ Կրեմը արտակարգ է ստացվել։ Արտակարգ։ Տեսնեմ հայրը ձեզ երևում է, թե չես կրեմի ժողովրդից թվում է երևում է, ամեն ցապ հայլում ոնց որ ձետ լծրացել ենք մեջը։ Բայց ոչ։ Հետո ինքը որ սառի արդեն հատապտուղները ավելի պինդ կպահի վրան իհարկե։ Կարող եք մի հատ ամբողջական մեծը սարքել, կարող եք այսպես փոքրիկ սարքել ու ավելացնել, բայց ես գերադասում եմ այսպես փոքրիկ ավելի ինձ թվում է հեշտ է ուտելը, որովհետև ամեն դեպքում այդ իր կաղապարը պինդ է ու ոչ միշտ է հեշտ ուտելը։ Սա լրիվ մալինայով եմ արել, նա ուղղակի ձեզ ցույց տվեցի, ինչպես կարելի է անել ուրիշ հատապտուղով, կուզեք գրուտնիկով էլ անել ժողովուրդ։ Ուզում եք անենք, թե չեք ուզում։ Ուզում եք։ Սա ամբողջ բաները չեն, հա, չաշճկաները մնացած է ընտեղ են։ Որ անկերց ասեմ, փոքրիկներն է պետք մեզ եկեք փոքր ելակ վերցնենք, ավելի գեղեցիկ լինի։ Ոյ, գիտես կոր եկավ։ Եվ մեծերը շարում ենք ծերերով, փոքրերը գնալով արդեն ներս ենք անում։ Գերևաց ես ես թմոր։ Չերևար մոտավորապես պատկերացրեցիք ինչ եմ անում ես հիմա։ Ենքան որ շարում ենք։ Փոքրիկ ելակը շատ մեծը պետք չի։ Ես չէի նախատեսել ելակ իրա համար։ Եվ այսպես շարունակում ենք, ելակով էլ է իրականում սիրում, բայց անկեղծ ես գերադասում եմ անձնվա մորիով, մալինայով, ինձ համար ավելի համեղ է, որովհետև բացի սիրունը պետք է համեղ լինի, ճիշտ է, այսպես, և բերիք մի հատ էլ սրանից տնենք մեջտեղը, դրանով ավարտենք երևի թե, ոյ, ես ինչ ծանր է ելակով է, ասել ելակով է, սենց, հանք, վերջ, այսենց արագ, կարելի է խանութից առնել ինձ թվում է խմորը արագ պատրաստելու համար, մի քիչ կրեմը շատ եմ արել, կարող եք մի քիչ անել, ես մի քիչ ճոխ-ճոխ եմ ոցնում միշտ ամեն ինչի մեջ, ահա ժողովուրդ, պատրաստ է, թափով չանենք չթռնի վրայից, բերեք սենց ցույց տամ, լինեք ինչ գեղեցիկ է, և իհարկե ուր առանց պուդրի, շատ չենք անում, որ տեսքը չկորցնենք, ելակի վրա կարելի է մի քիչ շատ անել, որտև ելակը կտրած է ու քաշմասար մեջ է, իմաստ չունի ելակի վրա շատ անել, մալինաներորդացը նույնպես քաշում է իրա մեջ, ժողովուրդ, այսինքն սիրունությունը ստացվեց, դե իհարկե ուտելուց արդեն գիտեք, դանակ պատարակ խաղով, եթե կուլտուրական եք ուզում, եթե չեք կուլտուրական եք ուզում, սենց բռնում եք ու կծում եք։ Հավատացիք, որ կծելու եմ, խիչ եմ կծելու, որովհետև չեմ ուզում հիմա ուտեմ, խիչ եմ ուզում ուտեմ, որովհետև հələ գոլ է
եփած կրեմը եւ ուզում եմ սարի, որ մի հատիկ ուտեմ ու քաշվեմ ենքում, որովհետեւ եթե ես հիմա մի հատ կերա տաք եղավ, մի հատ է սպասել եմ սարը ուտեմ, ինքնստինքյա շատ ուտեմ։ Իսկ թվում է, որ հեշտ է պատրաստելը, դժվար չի ու շատ սիրուն է։ Սենց բաժիններով պատրաստում եք արագ, հյուրերը գալիս են, նույնիսկ նայեք, այդ զամբյուղիկները կարող եք նախորդ պատրաստել։ Կրեմը կարող եք նախորդ պատրաստել, գալուց առաջ շարում եք վրան ու դնում եք սեղան, կոֆեի սեղանը պատրաստում։ Բամ, որ չնայեք սրինեին, որ իսկ իմանայիք սենց լավ ռեցեպտ, հլի մի հատ գրեք։ Տենց ջեներս չեմ ուզում շատ ձեր գլուխը տանեմ, հուսով եմ, որ հետաքրքիր էր, հուսով եմ, որ չծանրացաք, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, իմ մոտ հետաքրքիր է, դե ինչպես միշտ ուղարկում եմ պաչիկ։